Ողջույն բոլորին, մի երկու բառ Երևանի անշարժ գույքի շուկայի հետ կապված։ Շատ զարմանալի է այսօր քաղաքականության մասին չեմ խոսելու, Նիկոլին չեմ քննադատելու, որովհետև խոսք էի տվել, որ ընտրություններից հետո այդ թեմայով էլ չեմ խոսալու, ընդհանրապես փակում եմ այդ թեման, քաղաքական թեման, իհարկե սպասում եմ տեսնեմ այս սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացնում եւ այլ, վերջնական վերջակետը կդնեմ այդ նիկոլական թեմայի մասին եւ իմ կարծիքը հայտնելով Նիկոլին 700,000 թե ինչ կամ ձայն տվողների մասին, բայց այսօր երկու բառ ուզում եմ խոսել այդ real estate անշարժ գույքի շուկայի մասին։ Արդեն շատերը գիտեն, որ օգոստոսին այցելում ենք հերթական անգամ Երևան, կարոտել ենք արդեն 2 տարի չենք եղել, հիմա անկած վարձու բնակարան ենք փնտրում, իհարկե չեմ ասում, թե ինչ այլանդակ քաղաք են դարձել այդ Երևանը, այդ ուռոտ շենքերով ամենուրեք, այ որ կոռուպցիային ման գալիս, հələ պետք է մի հատ նիկոլական իշխանությունը կամ ընդհանրապես ընկնեն փնտրեն տեսնեն, թե ովքեր են այդ շենքերը կառուցում, որտեվ եթե ինչ որ ձեզանից մեկը կյանքում մի անգամ մի հատ բնակարան թեթևակի ասեք կոսմետիկ վերանորոգում է կատարել, գիտի թե դա ինչ ծախսերի հետ է կապված, թեկուզ Երևանում։ Ու այտենց ամբողջ օրը շենքեր, համալիրներ, ռեստորաններ, խանութներ, այտենց ճոխ որ կառուցում են, հələ մեկը մի հատ հետաքրքրվեր, թե այդ ինչ գումարներով են դրանք կառուցում, գնացել են Գրզոյի բանկից 3 միլիոն կամ 5 միլիոն դոլար վարկ են վերցրել, որ այտենց բազմա բնակարան շենք են կառուցում ու բնակարաններ են վաճառում, թե դա վերջի 30 տարվա գողացած փողերն են։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ 88 թվականից իմ կարծիքն անձնական, 88 թվականից հետո բոլոր այն անձերը, ովքեր եղել են Երևանի քաղաքապետ, շին թույլատվություններ են տվել եւ եղել է Երևանի ճարտարապետ, այդ բոլորի պետք է գնդակարել։ Այն ուռոդությունը, որ ստեղծվել այսօր Երևանում, այդ փողոցների հետ, այդ բանի հետ, մեքենաների խցանումների հետ, այդ այլանդակ շենքերը մեկին կպած, որ հրշեջ մեքենան չի անցնում կամ այդ փոքրիկ բակերով բան, այդ բոլորը վերջի 30 տարվա քաղաքապետերի, ճարտարապետների, կոռումպացված շինովնիկների, ուրեմն քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որոնք պետք է այլ լավ կլներ դրանք պատժվեին։ Համենայն դեպս վարձու բնակարաններ ենք նայում, այնքան ծիծաղալի է, ինչպես ամեն ինչ հայաստանյան, դա էլ էլի սենց բաներով էլ, այսենց ուրեմն նայում ենք հիմնականում լիստեյեմով, նայում ես, հավանեցիր, ինչ որ տակը գրված է զանգա արել, գրում ես, մեկ էլ պատասխանում են ընդեղից, որ հարցերի համար զանգեք ես ինչ համարով WhatsApp-ին մտածում ես այ մարդ, ես բանը եթե կա, լիստեյեմը կա, ստե գրված է գրեք, դե գրում են պատասխանեք, այդ զանգելը որն է, փորձում ես զանգ անել, տեսնում ես այդ հեռախոսահամարը ոչ WhatsApp ունի, ոչ Viber ունի, նորից նամակ եմ գրում, որ այս համարը չի աշխատում, կարող է մի թիվ պակասեք գրել, նայում ենք համարին, ասենք, որքանով տեղյակ եք, թե Երևանյան, Հայաստանյան հեռախոսահամարները քանի նիշ ունեն, նայում ես ոնց որ մի նիշ պակաս, ինքն դեռից նորից է պատասխանում, զանգարեք մեզ WhatsApp-ով, սենց աննորմալ մի բան, էլի ամեն բան հայկական, հայաստանյան, հայկական ձևով, ռուսը կասեր, всё через задницу։ Ինչ որ միտեղ հնարավոր է լինում զանգահարել մի կերպ կամ ինչ որ գրել եւ այլ, նայում ես գրված է բնակարան 15,000, 17,000 դրամ օրավարձը։ Կարծես Փարիզում ես Պերլաշեսի կամ Շոնզելիզեի կամ Մուլեն Ռուժի հարևանությամբ ես բնակարան վարձում։ Հա, մեկ էլ բա չէ, այդ գինը փոխվել է արդեն, դա վաղուց էր այդ գինը, հիմա արդեն 22,000 է, 23,000 է, 30,000 է, քույրիկ ջան, եղբայր ջան, դե գինը փոխել է, թարմացրեք, որ մարդիկ ոչ ձեզ անհանգստացնեն, ոչ էլ իրենց թանկագին ժամանակը վատնեն, ու չեմ ասում բնակարանների ինչպիսի այլանդակ ուռոդություններ, ուրեմն աշխարհի շատ երկրներով որ նայես, այդպիսի վարձով տրվող բնակարաններ, չգիտեմ հայերը որտեղից են սովորել, ուրեմն երկու սենյականոց բնակարանը սարքել են 4 սենյակ, մի ննջասենյակը սարքել են 2 ննջասենյակ, մի ննջասենյակի կիսել են այն մի հատ վերևում բանա դրված, այսպիսի մի բնակարան այն Լուսինե Զաքարյանի շենքում մի անգամ ապրել ենք, մի անտանելի երևի կոշի գաղութում քնել ավելի լավ էր, քան այդ բնակարանում, մի հատ այն
ինչ հակություն, ռուսերեն ասում են ֆորտեչկա, նա ֆորտեչկա է դրած, մի ննջասենյակից դեպի մյուս ննջասենյակը լույս է գնում, օթորակիչը գտնում է ճաշասենյակում, այդ սառը օդը ննջասենյակից է հասնում, մի անտանելի բան, ու այդպիսի իրավիճակ է, նաև ուրեմն վաճառվող գույքի հատվածում, որովհետև քանի որ գիտեք, հիմա համացանցես, Google-նա, ինտերնետը եւ այլ, ձեզ հետևում են, մեզ բոլորից հետևում են, թե մենք ինչ հետաքրքրություններ ունենք, եթե ինչ-որ մի հատ երգչուհու եք նայում, մյուս օր այդ երգչուհու սա կլիպները ձեզ համացանցը Facebook-ը առաջարկում է, նույնն էլ էս բնակարանների հետ կապված։ Ուրեմն համացանցը տեսնում է, որ մի երկու հատ բնակարան ենք նայել Instagram-ով, նկարով, Facebook-ով, հիմա այս Facebook-ը, որ թերթում եմ, կարդամ նորությունները աշխարհում ինչ է կատարվում եւ այլ, ինչ հետաքրքիր բաներ կան, ոչ Հայաստանի հետ կապված, այլևս անընդհատ ինչ-որ բնակարանների վաճառք պճնված տաշած քիտիկներով, գեղեցիկ աղջիկներ, սենց օրորվելով, բանտղերք, Ժորժյան ջրի գնով բան, ինչ-որ անընդհատ բնակարանների վաճառքներ, ունենց թվեր են կրակում, որ ուզում ես ասես սիրելի հայաստանցիներ հետ 250,000, 350,000 այդ բնակարանների համար, որ դուք պահանջում եք, դուք գոնե գիտեք այդ 350,000-ը ոնց է թղթի վրա գրվում, երևի իհարկե շատերը գիտեն, բայց ընդհանրապես մի հատ այդ շուկան կառավարելու պայմաններում, երբ որ վարձով բնակարան եք տալիս, երբ որ բնակարան եք վաճառում, ախր պետք է մի հատ նայեք, դա որ քաղաքում է, դա որ երկրում է, հասկանում եք, ասենք դա Փարիզ չի, դա Հռոմ չի, դա ես չգիտեմ, Պրագա, Բուդապեշտ չի, դա Մադրիդ չի, կամ ինչ-որ բան է, դա մի հատ մեր Երևանն է, լավ թե վատ, հիմա դա է մեր Երևանը, բայց սա այն ժամանակահատվածն է, որ պարզապես հայաստանցիները, որքեր ապրում են Եվրոպայում կամ ասենք Միացյալ Նահանգներում, տուն են գալիս, վերադառնում են, ասենք ինչ-որ մեկը բնակարաններ չունի, ինչ-որ մեկի բնակարանը տվել է, ինչ-որ չգիտեմ, եղբայրն է, քուրն է, մորաքուրն է ապրում, չեմ ասում, այդպիսի հայաստանցիներ չկան, որ բնակարանը տված լինեն արցախահայերին, շատ հազվագյուտ երևի, բացառությամբ, հա, բայց հիմնականում մարդիկ բնակարան չունեն, վարձով բնակարան են ուզում մի քանի օր Հայաստանում անցկացնելու համար, ու այդպես թվեր են կրակում, համենայն դեպս վարձով բնակարաններն էլ նույն վիճակն է, թիվա, որ ես ինքս ապրելով Միացյալ Նահանգներում ավելի քան 35-40 տարի, այդ թիվը երբեմն դժվարանում եմ թղթի վրա գրեմ ու մտածում եմ, թե այդ գնի մենակ թե իմանաք, ասենք Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում կամ ես չգիտեմ Փարիզի Արվարձանում ինչ բնակարան կարելի է գնել։ Ու մտածում ես, եթե կարելի է գնել այդպիսի բնակարան Նյու Յորքում կամ Փարիզի Արվարձանում, ինչու գալ Երևանում, հետո լայվստում են պատանից ընես տեսարանա բացում, պատանից մեկ է ցույց տալիս դիմացը ավերված այդ շենքերն են, Խրուշչովկա եւ այլ տարբեր տեսակի, դրանց ավերված տանիքները, պատշգամբը, լվացքը կամ ինչ որ արանքում էլ մի 3 հատ բերել են sense իրար վրա հենված նորակառույց շենքերը, որոնք ես իհարկե վստահ չեմ, թե ինչ որակով են կառուցվում, Աստված մի արասե, որ ասում են լեզվուս պապանձվի, չասեմ հանդարտ մի հատ երկրաշարժ որ եղավ, ես չգիտեմ թե շենքերից որը կանգուն կմնա, որը այն Գյումրի շենքերի պես կնստի։ Համենայն դեպս շատ ծիծաղելի, շատ զարմանալի է այդ Երևանում այդ աշարժ գույքի շուկան եւ վարձով բնակարանների հետ այդ կրակող օրավարձով թվերը, գները եւ ինչպես նաեւ վաճառվող բնակարաններ, որտեղ պահիտակ մտածում ես դե լավ, ասենք մի հատ բնակարանը առնենք, կապվենք ավելի շատ մեր քաղաքի, մեր հայրենիքի հետ, վաղը այսօր կարող է մի քիչ էլ մեծանանք, հոգնենք, երեխաները շուշուտ գնան կան, հետո մտածում ես, բայց ինչի համար էլի, այդ գնի կարելի է ոչ մի չգնել, այլ երբեմն այցելել հյուրանոցում մնալ կամ տնը վարձու բնակարան, ամենայն դեպս շատ ծիծաղել էր ինձ համար ու շատ զարմանալու բան չկար, որտեղ հայկական, հայաստանյան ամեն ինչն ատեց։ Ես երևի արդեն, որ ասեցի քաղաքականության մասին էլ չեմ խոսելու, բայց քննադատությունը հայաստանցիներին, ժեխին, տգետներին շարունակվելու է, դրաբար ավելի շատ սպասեմ սահմանադրական դատարանի որոշումից հետո սկսել եմ այդպիսի թեմաներով խոսել, քննադատությունը հայի տգիտությունը չի պակասելու, միշտ քննադատելու եմ, ասելու եմ, մատնանշելու եմ, այսօրվա թեման էլ հենց դրան է վերաբերվում, այդ շուտ արեք ժողովուրդ տարան
ջրի գինա, շեմուշկի գինա հասեք, դրա համար վերջում մի կատակ նշում եմ, որ հետո շփոթվեք, չզանգեք, չգրեք, մի կատակ տեսահոլովակ անշարժ գույքի հետ կապված ինձանից ձեզ նվեր։ Ամենայն բարիք բոլորիդ, հա, մի բան էլ նշեմ, միջև հրաժեշտ տալը։ Այնքան անտրամաբանական է, գիտեք, Կիևյան կամուրջը փակվել է 2 ամսով։ Հիմա չեմ խոսում, թե կարևորը կամուրջի ասֆալտն է փոխել, թե կամուրջի հիմքերը նայել ինչ վիճակում են, զննել, ամրապնդել, երևի ուսանք դա էլ կանեն, բայց այն որ կամուրջից այն կողմ գտնվող թաղամասերը, Աջափնյակ, ես չգիտեմ, Սեբաստիա, Մալացիա, այն Կվարտալ եւ այլ Շահումյան, դրանք կտրվում են քաղաքի կենտրոնից, չես հասկանում թե ինչու դա բոլորովին ազդեցություն չի ունենում այդ շրջանում վարձով տրվող բնակարանների գների վրա։ Այդ մարդը, որ 17,000-ից ցանկում է 23,000 օրավարձը, այդ մարդուն ասում ես եղբայր, բայց ախր կամուրջը փակ է, այդ թաղամասը արդեն կտրված, այսինքն պետք է գները մի քիչ նույնիսկ ընկնեն, ինչպես ընկնում են համաշխարհային նավթի գները պատերազմի համարյա դադարեցման հետ կապված, տրամաբանությունը այդտեղ է, էլի, որ պետք է գինը մի քիչ ընկնի, վերջապես, որովհետև եթե ես տուն եմ վարձում, ասենք Աջափնյակում կամ Շահումյանում, ես այդտեղից կոմիտաս կամ քաղաքի կենտրոն գնալու համար, ուրեմն կամ տրանսպորտով ավելի երկար պետք է շրջագայում ճանապարհորդեմ, կամ տաքսուն ավելի շատ պետք է վճարեմ, ավելի շատ ժամանակ կորցնեմ, որ գնամ հասնեմ, ասենք, ուր ասեմ, կոմիտասի շուկա օրինակի համար, բայց դա բոլորովին իրաց մոտ ոչ մի ազդեցություն Հայաստանի իր ձևով, աշխարհի ամենամեծ քյաբաբը, աշխարհի ամենամեծ լամաջուն, աշխարհի ամենամեծ խնկալին, այսպես բաների մեջ ենք մենք հայաստանցիները, աշխարհի ամենափոքր քառակուսի մետրի վրա ամենամեծ, ամենաշատ սենյակներ ունեցող բնակարանները ու գներն էլ ցենց օդից։ Սա էր, որ ուզում էի ավարտեի, ամենայն բարիք բոլորիդ, շարունակությունը նորից եմ ասում մի կատակ տեսաժապավեն իմ կողմից, ամենայն բարիք բոլորիդ։ Ջորջան, այս շենքի 9-րդ հարկում ջրի գնով բնակարան է վաճառվում, 4 սենյականոց բնակարան, շատ լավ բնակարան ունի պատշգամբ, 2 սենյակ ա եղել, 2-ը սարքել են 4 սենյակ, 50 քառակուսի մետր, ունի պատշգամբ, ինչպես ասեցի, պատշգամբը նայում է դեպի ուրեմն Կոլումբիայի հրապարակը, եթե խոհանոցը ուզենաք տեղափոխեք դեպի պատշգամբ, կդառնա 5 սենյակ, փոքր հարևանությամբ Լինկոն համերգային սրահն է, Լինկոլնի կենտրոնն է, մետրոպոլիտեն օպերան այնքան էլ հեռու չի, ներքևը Times Square-ն է, ուղիղ մի 500 մետր վրա Times Square-ն է, ինչ ասեմ, շենքի տակը գտնվում է Մագնոլիա Bakery-ին, Մագնոլիա խմորեղենի խանութը, կոշկակարի խանութը եւ մետրոյի հարևանությամբ։ Մեկ ու մեջ ես գժեր են կողքերը պատատում, դրա համար էլ ջրի գնով տանում ենք։ Նոստրանդը այս կողմն է, այս կողմն էլ է Նոստրանդը, ամեն ինչ տեղ է, ջրի գնով, Ժորժան, 50 քառակուսի մետր, 4 սենյականոց բնակարան։ Արա գացեք ջրի գնով տալիս ենք։